Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանային։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն հանդիպմանը Սանային ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան պետությունների, հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը, որի հետ կապված են պատմական, կրոնական եւ մշակութային կապերով։ Նա գոհունակություն է հայտնել բոլոր ոլորտներում երկկողմ զարգացման կապակցությամբ։ Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի որդին, նրա անվտանգության վարչության պետ Ադամ Կադիրովը նշանակվել է շրջանային ՆԳՆ համակարգող, դրա մասին հայտնում է գերատեսչության թելեգրամյան ալիքը։ Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Ախմատովիչ Կադիրովի հանձնարարությամբ Ադամ Ռամզանովիչ Կադիրովը նշանակվել է Չեչնիայի հանրապետությունում ՆԳՆ համակարգող, հայտնում է ալիքը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ապրիլի 2-ին պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում եւ կհանդիպի Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոյի հետ, գրում է Ermeni Habar-ը։ Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, մասնավորապես Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Եվրոպայի անվտանգությանը, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմին, ինչպես նաեւ Պաղեստինի Գազայի հատվածին եւ Սիրիային վերաբերվող հարցեր։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում 4 մարդ է զոհվել, այդ թվում Հեզբոլլահի պաշտոնյա, այս մասին հայտնում է Reuters-ը։ Իսրայելցի զինվորականներն ասել են, թե պաշտոնյան Հասան Բեդեին է եղել Հեզբոլլահի եւ իրանական Ղուդս ջոկատի անդամ եւ օգնել է պաղեստինյան Համաս խմբավորմանը։ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հարավի մի շարք շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել Ալ-Մավասիի հումանիտար գոտի, այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի արաբախոս ներկայացուցիչ Ավիչայ Ադրային։ Գազայի բնակիչներին, որոնք գտնվում են Ռաֆահ, Ալ-Նասր եւ Ալ-Շավկա շրջաններում, տարածաշրջանի արևելյան եւ արևմտյան հատվածներում, ինչպես նաեւ Ալ-Սալամ եւ Ալ-Մանարա եւ Քիզան Ալ-Նաջար շրջաններում մենք կրկնում ենք մեր հրատապ նախազգուշացումներն ու իրազեկումները, զգուշ եղեք։ Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանքի առաջադրել ընդդիմադիր ուժեղ Վրաստան կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեին, Միխայել Սաակաշվիլի օրոք հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար, այս մասին ասում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենն այս շաբաթ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո սա երկրների առաջին բարձր մակարդակի բանակցությունն է լինելու, գրել է Financial Times-ը։ Պարբերականի տեղեկացմամբ Ռասմուսենը եւ Ռուբիոն բանակցություններ են վարելու Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ։ Ուկրաինան մարտի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստացել է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի նոր տեքստը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում, այս մասին հայտնել է RBK Ուկրաինան, հղում կատարելով ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սվիգային լիտվացի գործընկեր Կլաուստուսիս Բադրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ֆրանսիայի աջակողմյան ազգային ճակատ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարի Լեպենի գործով բողոքարկման գործընթացը կարող է տեղ ունենալ 2027 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Ռեմի Էյզը։ Ես չպետք է խոսեմ այս հարցի մասին, տեխնիկապես տեսականորեն դա հնարավոր է, պատասխանել է նա։